Աստված ինչ որ ստեղծել է մարդու համար, մարդուն ծառայելու համար է ստեղծել։ Բայց մարդիկ չգիտակցեցին Աստծուց տրված այդ շնորհը, Աստծուց տրված բարիքը, ոչ թե բարիքը ծառայեցրեցին իրենք, այլ իրենք սկսեցին դրանց ծառայել։ Օրինակ, արեգակը մեզ Աստված տվել է լուսավորելու համար, բայց մի պահ եկավ, մարդիկ սկսեցին արեգակին երկրպագել, արեգակն Աստված համարել։ Կենդանիները ինչի համար են, կենդանիները մարդուն ծառայելու համար են, չէ՞։ Բայց մարդիկ սկսեցին այնքան տարվել այդ ամեն ինչով, որ իրենք սկսեցին կենդանիներ անգամ պաշտել, քարը, երկաթը Աստված համարել։ Հիմա Պողոս Առաքյալն ասում է, ես ուզում եմ խոսել կռապաշտության մասին, ոմանք ասում են դրա մասին պետք չէ խոսել։ Բայց ես ասում եմ դրա մասին միշտ պետք է խոսել։ Հիմա արեգակին չեն երկրպագում կամ կենդանիներին չեն երկրպագում, բայց բազմաթիվ ուրիշ կուռքեր կան, որ մենք ստեղծել ենք ու դրան։ Նյութը, աշխարհը, հա, ունեցվածքը, գայթակղությունները, դրանք մեզ համար կուռքեր են, որոնք մենք սկսում ենք պաշտել, ծառայում ենք իրականում, բայց Աստված ստեղծել է ոչ թե մենք իրենց ծառայենք, այլ դրանք մեզ ծառայեն։ Եվ եթե տունը, մեքենան, զգեստը քեզ ավելի վնաս է տալի, քան օգուտ, այսինքն ինքը ավելի շատ դու ես իրեն ծառայում, քան թե ինքն է քեզ ծառայում, ուրեմն քեզ օգտակար չի։ Մեքենայի նպատակն ինչ է, որ քեզ ծառայի բազմաթիվ հետը գործեր դու կարողանաս անել, բայց եթե այդ մեքենան անընդհատ դու փոխում ես եւ ավելի շատ ընկած ես ճոխությունների հետեւ եւ դու այնքան ծախս ես անում, այնքան ժամանակ ես ծախսում, որ այդ մեքենայի վրա ավելի շատ դու ես ծախսում, քան ինքը քեզ վրա, ուրեմն այդ մեքենա քեզ չծառայեց, այլ դու իրեն ծառայեցիր։ Նույնն էլ տունը։ Ինձ որ ասում են ինչա պետք մի հատ փոքրիկ ինչպես ճկնավորներ, մի հատ խուցապետ, որ ես գնամ գիշեր այնտեղ քնեմ հանգստանամ, բայց այդպեսի տներ ենք հիմա սարքում, այնպեսի դղյակներ ենք սարքում, որ կրակն ենք ընկնում, գիշեր ցերեկ մտածում ենք այդ դղյակները ոնց տիրություն անենք, ոնց անենք, որ չփլվի, որ չկեղտոտվի, որ չկոտրվի, այսինքն դուրս եկավ այդ ինչ որ կա Աստծուց տրված, ոչ թե մենք ծառայեցինք մեզ, այլ մենք ինքներս սկսեցինք դրա ծառան դառնալ։ Հիմա նույն ձևով նաև աշխատանքն է, նույն ձևով նաև մասնագիտությունն է։ Մենք դες մարդը պետք է ցկտի գտնել այնպեսի մի մասնագիտություն, որտեղ մի ժամանակ գալիս է մարդը զգում է, որ փոփոխության կարիք ունի, կամ աճելու, կամ նորություն մտցնելու, կյանքում այդպես է, մարդու նպատակները, աշխարհային նպատակները պետք է զարգանան, պետք է աճեն, պետք է չլճանան, շատ բնականon է դա, այսինքն մասնագիտության մեջ մարդը պետք է աճ ունենա, բայց լավ կլինի, որ ինքը իր սիրած մասնագիտությունն ընտրի, հա, եւ հետո դրա մեջ աճի, զարգանա, հետաքրքրություն մտցնի, որպեսզի իր երկրավոր կյանքի իմաստն էլ տեղին լինի, հա։ Աշխարհում էլ մենք նպատակներ ունենք, իհարկե դրանք ժամանակավոր նպատակներ են, մեր հավիտենական նպատակը երկնքի արքայությունն է, հավիտենական կյանքը, բայց այս աշխարհում որոշակի ապրելակերպ կա, եւ այդ ընթացքում մենք ունենք որոշակի նպատակներ, որ այսինչ հանգրվանում, օրինակ նպատակ ենք դրել մասնագիտություն ձեռք բերել, հա, մեկն է նպատակը դրել աշխատանք ունենա, մյուսը նպատակը դրել ընտանիք ստեղծի, մյուսը շենք կառուցի, մյուսը եկեղեցի կառուցի, սրանք նպատակներ են, որ ոչ ամբողջական, այլ ժամանակավորապես իմաստավորում են մեր կյանքը։ Մեր վերջնական հավիտենական նպատակը երկնքի արքայությունն է, եւ այս լույսի ներքո, այս նպատակի լույսի ներքո մենք մեր բոլոր նպատակները պետք է կատարենք։ Ինչ որ արգելում է, խանգարում է երկնքի արքայության վերջնական նպատակին մեր բոլոր նպատակները, դրանց պետք է հեռացնենք մեզանից։ Ինչ որ անում ենք իբարս Աստծո պետք է անենք,
Աստծո փառքի համար պետք է անենք, ինչ որ անում ենք, ինչ որ անում ենք, պետք է Աստծո փառքին, երկրի բարօրությանը, ժողովրդի առաստված դառնալուն պետք է ծառայի։ Եվ եթե այն միջոցները, որոնք են մեր նպատակին հասնելու խոտելի են, մեղավոր միջոցներով ենք մեր նպատակին հասնում, դրանք պետք է չլինեն։ Մենք հնարավորինս մաքուր պետք է ապրենք այս կյանքում։ Եվ ինչ որ Աստծուց տրված է, մենք պետք է Աստծուն ծառայեցնենք։ Ամեն։